Այս գիշեր Ֆիլադելֆիայում տեղի ունեցել դեմ առ դեմ հանդիպումը փոխնախագահ Կամալա Հարիսի եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը նախագահական այս ընտրություններում նախագահի համար պատմական մրցակցությունը վերացավ ընդամենը շաբաթներ առաջ։ Նախագահ Բայդենը հրաժարվում է իր վերջին բանավեճից հետո, Դոնալդ Թրամփն այժմ նոր հակառակորդի դեմ է։ Տեխնացուները բաժանված են ամենափոքր տարբերությամբ համապետական ընտրություններում ըստ էության հավասար է, եւ հենց այստեղ Փենսիլվանիայում ամեն ինչ դեռ շատ մեծ դեր է խաղում։ ABC News-ի նախագահական բանավեճը մեկնարկվում է հենց հիմա։ This is an ABC News special, the most consequential moment of this campaign. Kamala Harris. Together, we will chart a new Նոր ճանապարհով առաջ կգնանք։ Donald Trump. Մենք շուտով նորից կլինենք հիանալի ազգ։ Face to face, historic. The ABC News presidential debate. Here now, David Muir and Lindsay Davis. Բարի երեկո, ես Դեվիդ Մյուրն եմ։ Շնորհակալություն, որ միացել եք մեզ այս երեկո ABC News-ի նախագահական բանավեճին։ Մենք ցանկանում ենք ողջունել հեռուստադիտողներին, ովքեր դիտում են ABC-ով եւ ամբողջ աշխարհում այսօր երեկոյան։ Փոխնախագահ Կամալա Հարիսը եւ նախագահ Դոնալդ Թրամփն ընդամենը մի քանի րոպե են հեռու նախագահի համար այս բեմահարթակ բարձրանալուց։ Եվ ես Լինսի Դեյվիսն եմ։ Այսօրվա հանդիպում կարող է լինել նրանց քարոզարշավի ամենահետևողական իրադարձությունը, քանի որ ընտրությունների օրվա մնացել է 2 ամսի ժամանակ։ Փոխնախագահ Կամալա Հարիսի համար սա նրա առաջին բանավեճն է այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից հուլիսի 21-ին։ Իհարկե, այդ որոշումը հաջորդեց հունիսի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նրա բանավեճին, այդ ժամանակից ի վեր այս մրցապայքարը դեռ ձեռք է բերել բոլորովին նոր դինամիկա։ Այսօրվա երեկոյի բանավեճի կանոններն են 90 րոպե 2 գովազդային ընդմիջումներով, արշավների ոչ մի թեմա կամ հարց չի փոխանակվել, տեխնացուները 2 րոպե կունենան հարցերին պատասխանելու համար, եւ սա ժամացույցն է, դա այն է, ինչ նրանք կտեսնեն, 2 րոպե հերքումների համար եւ 1 րոպե շարունակությունների, պարզաբանումների կամ պատասխանների համար, նրանցից խուսափողները կմիանան միայն այն ժամանակ, երբ խոսքը հերթը հասնի, նախապես գրված նշումներ չեն թույլատրվում, ազգային սահմանադրական կենտրոնի այս դահլիճում այս գիշեր այստեղ հանդիսատես չկա, սա միջավայր է 2 տեխնացուների համար, ովքեր երբեք չեն հանդիպել։ Ուրեմն եկեք հիմա ողջունենք տեխնացուներին բեմահարթակում փոխնախագահ Կամալա Հարիսը եւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս երկրում տնտեսությունը եւ ապրելու ծախսերը։ Փոխնախագահ Հարիս, դուք եւ նախագահ Թրամփը ընտրվել եք 4 տարի առաջ եւ այս երեկո այստեղ բեմում ձեր հակառակորդը հաճախ հարցնում է իր կողմնակիցներին՝ դուք ավելի լավ վիճակում եք, քան 4 տարի առաջ եք։ Ես մեծացել եմ որպես միջին դասի երեխա եւ ես իրականում միակ գիտենք, որ ունենք տների, բնակարանների պակաս եւ բնակարանի արժեքը չափազանց թանկ է շատ մարդկանց համար։ Մենք գիտենք, որ երիտասարդ ընտանիքները աջակցության կարիք ունեն իրենց երեխաներին մեծացնելու համար։ Եվ ես մտադիր եմ երկարաձգել $6000 չափով հարկերի նվազեցումը այդ ընտանիքների համար, ինչը մեր կողմից տրամադրված երեխաների ամենամեծ հարկային վարկն է, որպեսզի այդ երիտասարդ ընտանիքները կարողանան իրենց թույլ տալ օրորոց գնել, հագուստ գնել իրենց երեխաների համար։ Իմ հավակնությունն է նաև փոքր բիզնեսը։ Մայրս մեծացրել է ինձ եւ քրոջս, բայց կար մի կին, ով օգնեց մեզ մեծացնել։ Մենք նրան անվանում ենք մեր երկրորդ մայրը։ Նա փոքր բիզնեսի սեփականատեր էր։ Ես սիրում եմ փոքր բիզնեսը։ Իմ ծրագիրն է $50,000 հարկային նվազեցում տալ սկսնակ փոքր բիզնեսներին, իմանալով, որ նրանք Ամերիկայի տնտեսության ողնաշարի մասն են կազմում։ Իմ հակառակորդը մյուս կողմից, նրա ծրագիրն է անել այն, ինչ արել է նախկինում, այն է ապահովել հարկերի նվազեցում միլիարդատերերի եւ խոշոր կորպորացիաների համար, ինչը կհանգեցնի $5 տրիլիոն դեֆիցիտի։ Իմ հակառակորդը մի ծրագիր ունի, որ ես անվանում եմ Թրամփի վաճառքի հարկ, որը կլինի 20% հարկ ամենօրյա ապրանքների համար, որոնց վրա դուք հույս եք դնելու, որպեսզի կարողանաք հաղթահարել ամիսը։ Տնտեսագետներն ասում են, որ Թրամփի վաճառքի հարկը իրականում կհանգեցնի միջին դասի ընտանիքների համար տարեկան մոտ $4000 եւ ավելի, շատ ավելի հարկի, ինչը կլինի միջին խավի մարդկանց հետ, ովքեր վճարում են այդ հարկերը։ For tax cuts for billionaires. President Trump, I'll give you 2 minutes. First of all, I have no Նախ ես վաճառքի հարկ չունեմ։ Դա սխալ հայտարարություն է։ Նա դա գիտի։ Մենք մաքսատուրք ենք սահմանում այլ երկրների համար։ Մյուս երկրները պատրաստվում են վերջապես 75 տարի անց մեզ հատուցել այն ամենի համար, ինչ մենք արել ենք աշխարհի համար։ Իսկ մաքսատուրքը որոշ դեպքերում էական կլինի։ Ես միլիարդավոր դոլարներ եմ վերցրել Չինաստանից մաքսատուրքի համար։ Իրականում մաքսատուրքը երբեք չեն հանել, քանի որ այդքան գումար են ստանում։ Նրանք միլիարդավոր դոլարներ են վերցրել Չինաստանից եւ այլ երկրներից։ Նրանք թողել են մաքսատուրքը։ Երբ ես ունեի մաքսատուրքը այն ժամանակ, ես գնաճ չունեի։
Մենք ունենք այնպիսի գնաճ, ինչպիսին շատ քչերը երբևէ տեսել են նախկինում։ Հավանաբար ամենավատը մեր ազգի պատմության մեջ։ Շատ բաներ 50, 60, 70 եւ 80%-ով ավելի բարձր են, քան ընդամենը մի քանի տարի առաջ էր։ Սա աղետ է մարդկանց համար, միջին խավի, յուրաքանչյուր խավի համար, բայց այդ մենք ունենք միլիոնավոր մարդիկ, որոնք լցվում են մեր երկիր բանտերից, հոգեբուժական հաստատություններից, գժանոցներից, եւ դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգների քաղաքների հետ։ Դուք նայում եք Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքը, նայում եք Կոլորադոյի Ավրորային, նրանք գրավում են քաղաքները, նրանք գրավում են շենքերը, նրանք դաժանորեն ներս են մտնում։ Սրանք այն մարդիկ են, որոնց նա եւ Բայդենը բաց թողեցին մեր երկիր, եւ նրանք կործանում են մեր երկիրը, նրանք վտանգավոր են, նրանք հանցավորության ամենաբարձր մակարդակի վրա են, եւ մենք պետք է նրանց դուրս հանենք, մենք պետք է արագ դուրս հանենք նրանց։ Ես ստեղծեցի մեր երկրի պատմության մեծագույն տնտեսություններից մեկը, ես դա նորից կանեմ եւ նույնիսկ ավելի լավը։ And get to immigration and border security Ես կցանկանայի թույլ տալ, որ փոխնախագահ Հարիսը արձագանքի այստեղ տնտեսության վերաբերյալ։ here. Well, I would love to. Let's. Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է թողել մեզ Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը մեզ թողեց ամենավատ գործազրկությունը, վատ հարագույն համաճարակը, եւ այն, ինչ մենք արել ենք, դա Դոնալդ Թրամփի խառնաշփոթը վերացնելն է։ Այս երեկո, այս բանավեճում դուք կլսեք մի փունջ ստեր, դժգոհություններ։ Այնինչ դուք լսելու եք այսօր երեկոյան մանրամասն եւ վտանգավոր ծրագիր է, որը կոչվում է Նախագիծ 2025, որը նախկին նախագահը մտադիր է իրականացնել, եթե նա նորից ընտրվի։ Ես խորապես հավատում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը ցանկանում է նախագահ ունենալ, ով հասկանում է մեզ միավորելու կարևորությունը, իմանալով, որ մենք շատ ավելի ընդհանրություններ ունենք, քան այն, ինչը մեզ բաժանում է։ Եվ ես խոստանում եմ լինել նախագահ բոլոր ամերիկացիների համար։ Here to respond. Number one, Նախ եւ առաջ ես կապ չունեմ 2025 նախագծի հետ։ Դա այնտեղ է։ Ես այն չեմ կարդացել, չեմ ուզում կարդալ դիտավորյան, եւ չեմ պատրաստվում կարդալ այն։ Մարդկանց խումբեր, որոնք հավաքվել էին, նրանք եկան, որոշ գաղափարներ ասեցին, կարծում եմ մի քանիսը լավ, մի քանիսը վատ, բոլորը գիտեն, որ ես բաց մարդ եմ։ Բոլորը գիտեն, թե ինչ եմ անելու։ Շատ հստակ է կրճատել հարկերը եւ ստեղծել մեծ տնտեսություն, ինչպես ես արել էի նախկինում։ Մենք ունեինք ամենամեծ տնտեսությունը։ Մեզ հարվածել էր համաճարակը։ Մենք ֆենոմենալ աշխատանք կատարեցինք համաճարակի հետ կապված։ Մենք նրանց հանձնեցինք մի երկիր, որտեղ տնտեսությունը եւ ֆոնդային շուկան ավելի բարձր էր, քան եղել է մինչեւ համաճարակի հայտնվելը։ Ոչ ոք երբեք նման բան չի տեսել։ Մենք ամբողջ աշխարհի համար օդափոխիչներ պատրաստեցինք, մենք ստացանք խալաթներ, դիմակներ, մենք արեցինք այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չէր կարծում, որ հնարավոր էր։ Եվ մարդիկ ինձ շնորհավորում են զինված ուժերը վերակառուցելու համար։ Եւ միակ բանը, որ նրանք ստացան, վերականգնման աշխատանքներն էին, եւ դա եղավ նրանց օգտին։ Բայց ես էի, որ դա արեցի։ Նրանք դա գիտեն, ինչպես նաեւ գիտեն բոլորը։ Press, I'll let you respond. So, Դոնալդ Թրամփը ձեզ համար ծրագիր չունի։ Եվ երբ նայում եք նրա տնտեսական ծրագրին, ամեն ինչ վերաբերում է I went to the Wharton School of Finance, and many of those professors Նրանք տվել են այդ տեքստը նրան, որ նա ասի. Տեսեք, ես գնացի Ուորթոնի ֆինանսների դպրոց, եւ այդ դասախոսներից շատերը, լավագույն դասախոսները, կարծում են, որ իմ ծրագիրը փայլուն ծրագիր է։ Դա մի ծրագիր է, որը բարձրացնելու է մեր արժեքը որպես երկիր։ Դա կստիպի մարդկանց, որ նրանք ցանկանան եւ կարողանան աշխատել։ Աշխատատեղ է ստեղծել։ Նա ծրագիր չունի, նա կրկնօրինակել է Բայդենի ծրագիրը։ she doesn't have a plan. Take a look at her plan. She doesn't have a plan. Mr. President, I do want to drill down on something you both Պարոն նախագահ, ես ուզում եմ մանրամասնել այն, ինչ դուք երկուստ էլ բարձրաձայնեցիք։ Ձեր առաջարկն էլ մաքսատուրքեր է, ներմուծումների համար։ Դուք վերջերս ասացիք, որ կարող եք կրկնապատկել մաքսատուրքը։ Շատ տնտեսագետներ ասում են, որ այդ ծախսերը փոխանցվում են սպառողին։ Փոխնախագահ Հարիսը ասում է, որ դա կնշանակի գազի, սննդի, հագուստի դեղերի ավելի բարձր գներ, պնդելով, որ դա սովորական ընտանիքի համար տարեկան արժենում է մոտ $4000։ Դուք կարծում եք, որ ամերիկացիները կարող են իրենց ավելի բարձր գներ թույլ տալ։ This is China and all of the countries that have been ripping us off for years. I was the only Նրանք ավելի բարձր գներ չեն ունենալու։ Այն ինչ բարձր գներ է ունենալու, դա Չինաստանն է եւ բոլոր այն երկրները, որոնք մեզ տարիներ շարունակ կողոպտել են։ Ես միակ նախագահն էի, որին Չինաստանը վճարում էր հարյուրավոր միլիարդներ, եւ նույնն անում էին այլ երկրները։ Եվ գիտեք, եթե դա նրանց դուր չէր գալիս, նրանք պետք է կրճատեին մաքսատուրքերը, բայց այդ մաքսատուրքերը առկա են արդեն 3.5 տարի։ Նրանց կառավարության օրոք։ Ես գնաճ չունեի, իսկ նրանք ամենաբարձր գնաճն են ունեցել։ Երևի մեր երկրի պատմության մեջ, որովհետեւ ես ավելի վատ ժամանակաշրջան չեմ տեսել։ Մարդիկ չեն կարող դուրս գալ եւ գնել հացահատիկային բեկոն, ձու կամ այլ բան։ Նրանք ավերել են տնտեսությունը։ Հարցումներում ասում են 80, 85 եւ նույնիսկ 90%-ը, որ Թրամփի տնտեսությունը հիանալի է, իսկ նրանց օրոք տնտեսությունը սարսափելի է։ President Harris, I do want to ask for your response, and you heard what the Փոխնախագահ Հարիս, ես ուզում եմ ձեր պատասխանը խնդրել, որովհետեւ Բայդենի վարչակազմը պահպանեց Թրամփի մի շարք մաքսատուրքեր։ Resulted in a trade deficit, one of the highest we've ever seen in the history of America.
Թրամփը այնպես արեց, որ մենք հանգենք առևտրի դեֆիցիտի, որը ամենաբարձրերից մեկն է, որը մենք երբևէ տեսել ենք Ամերիկայի պատմության մեջ։ Նա վաճառեց ամերիկյան չիպերը Չինաստանին։ Այս հարցի վրա կենտրոնանալը նշանակում է կենտրոնանալ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վրա, կենտրոնանալ Ամերիկայում տեխնոլոգիաների վրա ներդրումներ կատարելու վրա։ Բայց այն ինչ արեց Դոնալդ Թրամփը, եկեք խոսենք COVID-ի մասին։ Նա իրականում շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ցինփինին, նայեք նրա գրված թվիթը։ Շնորհակալություն նախագահ Սի Ցինփին։ Երբ մենք գիտենք, որ Սի Ցինփին էր պատասխանատու COVID-ի ծագման մասին թափանցիկություն չտալու համար։ That she was responsible for lacking and not giving us transparency about the origins of COVID. President Trump, I'll let you respond. Առաջին հերթին նրանք իրենց չիպերը գնել են Թայվանից։ Մենք այլևս չիպեր չենք պատրաստում իրենց քաղաքականության պատճառով։ Նա հիմա կրկնօրինակում է ինձ, բայց եթե նա ընտրվի, նա փոխելու է դա։ Եվ դա կլինի մեր երկրի վերջը։ Բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ է, տնտեսագիտության պրոֆեսոր, եւ նա լավ է սովորեցրել նրան։ Բայց երբ նայում եք նրան, ինչ է նա արել մեր երկրին, եւ երբ նայում եք այդ միլիոնավոր մարդկանց, ովքեր մեր երկիր են գալիս յուրաքանչյուր ամիս, եւ ես կարծում եմ, որ 21 միլիոն մարդ է եկել, ոչ թե 15, կամ դա շատ ավելի բարձր է, քան 21 միլիոնը, դա ավելի մեծ է, քան Նյու Յորք նահանգը, եւ պարզապես նայեք, թե նրանք ինչ են անում մեր երկրի հետ։ Այդ մարդկանց մեծ մասը հանցագործներ են։ Ոչ օրինական միգրացիան ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ մեր տնտեսության համար։ Almost policy that you'd say they have to hate our country. President Trump, thank you. Lindsay? Ես ուզում եմ անդրադառնալ աբորտի հարցին, նախագահ Թրամփ։ Դուք հաճախ պարզենում եք, որ կարողացել եք վերացնել Roe Wade-ը։ Ձեր հայրենի Ֆլորիդա նահանգում դուք շատերին զարմացրեցիք ձեր 6 շաբաթյա աբորտի արգելքով, որովհետև սկզբում ասել էիք, որ դա կարճ ժամանակով է, բայց հետո հաջորդ օրը դուք փոխեցիք ձեր դիրքորոշումը եւ ասացիք, որ աջակցելու եք 6 շաբաթյա արգելքին։ Կանայք չպետք է վստահեն ձեզ աբորտի հարցում, որովհետև դուք բազմաթիվ անգամներ փոխել եք ձեր դիրքորոշումը։ Many times. Therefore, why should they trust you? Well, the reason I'm doing that vote. Դարեցի դեմոկրատները ռադիկալ են այս հարցում եւ նրանք գտնում են, որ 9-րդ ամսվա աբորտը լիովին ընդունելի է։ Մենք 6 դատարանի դատավորների ուժով կարողացանք անել այն, որպեսզի բացառվեն բռնաբարությունները, ազգակցական հարաբերությունները, ամեն մի իրավաբան մասնագետ, յուրաքանչյուր դեմոկրատ, յուրաքանչյուր հանրապետական, լիբերալ, պահպանողական բոլորը ցանկանում էին, որ այս հարցը վերադարձվի նահանգներին, որտեղ մարդիկ կարող են քվեարկել։ Եվ դա կատարվեց։ Այժմ յուրաքանչյուր նահանգ ինքն է քվեարկում։ Այս հարցը այլևս կապված չէ ֆեդերալ կառավարության հետ։ Ես մեծ ծառայություն եմ կատարել դա անելով։ Դատարանը մեծ խիզախություն ունեցավ դա անելու համար։ Եվ ես մեծ շնորհակալություն եմ հայտնում այդ 6 դատավորներին։ Tremendous credit to those 6 justices. There is no state in this country where it is legal to kill a baby after it's born. Madam Vice President, I want to get your response to President Trump. Տիկին փոխնախագահ, ես ուզում եմ ստանալ ձեր պատասխան։ It's not actually a surprising fact. Let's understand how we got here. Ինչպես ասեցի, դուք կլսեք մի փույթ ստեր, եւ դա իրականում զարմանալի փաստ չէ։ Դոնալդ Թրամփը ինքն է ընտրել Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի 3 անդամներին մտադրությամբ, որ նրանք չեղարկեն Ռոն ընդդեմ Ռեյդի պաշտպանությունը։ Եվ նրանք արեցին ճիշտ այնպես, ինչպես նա էր ուզում։ Եվ այժմ ավելի քան 20 նահանգներում Թրամփի աբորտների արգելքներ կան, որոնք քրեական են դարձնում բժշկի կամ բուժքրոջ կողմից առողջապահական ծառայություններ մատուցելը։ Թրամփի աբորտների արգելքները բացառություն չի սահմանում նույնիսկ բռնաբարության եւ արյունապղծության դեպքում։ Հանցագործությունը վերապրածը իրավունք չունի որոշում կայացնել այն մասին, թե ինչ կլինի իր մարմնի հետ։ Դոնալդ Թրամփը չպետք է ասի կնոջը, թե ինչ անել իր մարմնի հետ։ Ես խոսել եմ մեր երկրի կանանց հետ, հղի կանանց։ Մերժում են շտապօգնության սենյակում բուժօգնություն ցուցաբերելուց, քանի որ բուժաշխատողները վախենում են, որ նրանք կարող են բանտ նստել։ Եվ ես խոստանում եմ ձեզ, երբ կոնգրեսն ընդունի օրինագիծ, որով կվերականգնվի Ռոն Նեվեյդի պաշտպանությունը, ես կստորագրեմ այն որպես օրենք։ Եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի, նա կստորագրի աբորտների ազգային արգելք։ Կարծում եմ Ամերիկայի ժողովուրդը կարծում է, որ որոշ ազատություններ, մասնավորապես սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատությունը, չպետք է ընդունվի կառավարության կողմից։ Be made by the government. Thank you, Vice President Harris. Well, there she goes again. It's a lie. Դա սուտ է, ես արգելքի տակ չեմ ստորագրում։ Եվ արգելքի տակ ստորագրելու պատճառ չկա, որովհետև մենք ստացել ենք այն, ինչ ուզում էին բոլորը։ Դեմոկրատները, հանրապետականները եւ մնացած բոլորը եւ յուրաքանչյուր իրավաբան ուզում էր, որ այդ հարցը հետ բերվի նահանգներ։ Եվ ես արեցի մի բան, որը ոչ ոք հնարավոր չէր համարում։ Այժմ նահանգներում քվեարկում են։ Նրա ասածը բացարձակ սուտ է, եւ սա հիմա նշանակություն չունի, քանի որ այս հարցը ստանձնել են հիմա նահանգները։ Because this issue has now been taken over by the states. Would you veto a national? Դուք վետո կդնեիք աբորտների ազգային արգելքի վրա։ Այս հարցը չի գա կոնգրես, քանի որ նա չի ստանա քվեն։ Անհնար է որ նա ստանա քվեն։ Հատկապես հիմա, երբ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում մոտավորապես 50-50 է։ Այսպիսով սա պարզապես խոսակցություն է։ Սա ինձ հիշեցնում է այն ժամանակը, երբ նրանք ասեցին, որ կհանեն ուսանողական վարկերը, եւ դա վերջում լիովին աղետի վերածվեց։ Նրա ղեկավարը, որ ամբողջ ժամանակը ծովափում էր անցկացնում, ասաց, որ մենք դա տարբեր ձևով կանենք։ Կրկին մերժվեց դատարանի կողմից։ Միլիոնավոր մարդիկ ստիպված եղան վճարել իրենց ուսանողական վարկերը։ Նրանք ասում էին նույն ձևով, ինչպես նրանք խոսում են հիմա այս մասին։
But if I could just get a yes. Բայց եթե կարողանար ստանալ, քանի որ ձեր մրցակից JD Vance-ն ասել է, որ դուք վետո կդնեք, եթե այն հայտնվի ձեր գրասեղանի վրա։ JD, in all fairness, JD, and I don't mind if he has a Ես դա չեմ քննարկել JD Vance-ի հետ։ Տեսեք, մենք չպետք է քննարկենք սա, քանի որ նա երբեք չի կարողանա ստանալ դա։ Եվ սա նման է ուսանողական վարկերի պատմությանը, այնպես որ կարևոր չէ թե նա ինչ է ասում կոնգրես գնալու մասին, բայց փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանք ցանկանում էին այն դուրս բերել կոնգրեսից եւ դաշնային կառավարությունից։ Եվ մենք արեցինք մի բան, որ դուք ունեք, ժողովրդի քվեն աբորտի վերաբերյալ։ To give you your time to respond, but I do want to ask which Դուք կաջակցեք կնոջ աբորտի իրավունքի որևէ սահմանափակումներին։ I absolutely support reinstating the protections of Roe v. Wade, and as you Ես բացարձակապես աջակցում եմ Roe Wade-ի պաշտպանության վերականգնմանը եւ հասկացեք, թե ինչ է տեղի ունենում Դոնալդ Թրամփի աբորտների արգելքի տակ։ Ինչ է կատարվում մեր երկրում աշխատող մարդիկ, աշխատող կանայք, ովքեր աշխատում են 1-2 աշխատանքով, ովքեր հազիվ են կարողանում իրենց երեխաների խնամքը թույլ տալ, պետք է մեկնեն այլ նահանգ դա անելու համար։ Եվ այն, ինչի միջով դուք նրանց եք տանում անբարեխիղճ է, ամերիկացիների մեծամասնությունը հավատում է կնոջ իրավունքին որոշումներ կայացնելու սեփական մարմնի վերաբերյալ, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր նահանգում, որտեղ այս հարցը եղել է քվեաթերթիկում, Ամերիկայի ժողովուրդը քվեարկել է հանուն ազատության։ red and blue states both. The people of America have voted for freedom. Vice President Harris, excuse me, I thank have to you. respond. Հերթական սուտը։ Իրականում, երբ նրանք շատ բացասական որոշում ստացան վիտրո բեղնավորումի վերաբերյալ Ալաբամայի դատարաններից, ես տեսա, որ Ալաբամայի բնակիչները եւ օրենսդիր մարմինը 2 օր անց քվեարկեցին դրա համար։ Դուք պետք է նրան հարցնեք, նա թույլ կտա աբորտ անել 8-րդ ամսում, 9-րդ ամսում, 7-րդ ամսում։ You should ask. Will she allow abortion in the 8th month, 9th? Դուք դա կանեիք, ինչու՞ չես տալիս նրան այդ հարցը։ Why don't you ask her Why- that why question? don't you That's answer the the question? problem. Would you Because veto? under Roe v. Answer the Wade, question, would you veto? you could do, Դուք կարող եք աբորտ անել 7-րդ ամսում, 8-րդ ամսում, 9-րդ ամսում։ Not true. and probably after birth. Just look at the Պարզապես տեսեք Վիրջինիայի նախկին նահանգապետի խոսքերը։ Նա ասաց, որ մենք երեխային մի կողմ ենք դնում եւ հետո որոշում ենք, թե ինչ ենք ուզում անել երեխայի հետ։ Trump, thank you. We're going to turn now to immigration and border security. We know it's Մենք հիմա կանդրադառնանք ներգաղթին եւ սահմանների անվտանգությանը։ Մենք գիտենք, որ դա մի հարց է, որը կարևոր է հանրապետականների, դեմոկրատների, այս երկրի բոլոր ընտրողների համար։ Մենք գիտենք, որ սահմանի անօրինական հատումները Բայդենի օրոք հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Անցյալ հունիսին նախագահ Բայդենը նոր կոշտ սահմանափակումներ մտցրեց, ինչու Բայդենը սպասեց մինչև ընտրությունները եւ 6 ամիս առաջ սկսեց գործելը։ So I'm the only person on this stage who has prosecuted transnational criminal organizations, Ես միակ մարդն եմ այստեղ, ով քրեական պատասխանատվության ենթարկել անրազգային հանցավոր կազմակերպությունների, զենքի թմրանյութերի եւ մարդկանց տրաֆիկինգի համար։ Եվ թույլ տվեք ասել, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը, ներառյալ Միացյալ Նահանգների Սենատի ամենապահպանողական անդամներից մի քանիսը, հանդես եկավ սահմանային անվտանգության օրինագծով, որ ես պաշտպանեցի։ Եվ այդ օրինագիծը սահմանին կդներ եւս 1500 սահմանապահ գործակալների, օգնելու այն մարդկանց, ովքեր այժմ աշխատում են այնտեղ։ Այդ օրինագիծը ավելի շատ ռեսուրսներ կդներ, մեզ թույլ տալու քրեական պատասխանատվության ենթարկել անրազգային հանցավոր կազմակերպություններին, զենքի, թմրանյութերի եւ մարդկանց տրաֆիկինգի համար։ Բայց գիտեք ինչ եղավ այդ օրինագծի հետ։ Դոնալդ Թրամփը զանգահարեց կոնգրեսի որոշ մարդկանց եւ ասաց, որ այդ օրինագիծը չանցնի։ Իսկ գիտեք ինչու, որովհետեւ նա գերադասում էր խնդիր լուծելու փոխարեն առաջադրվել այդ խնդրի վրա։ Մեր երկրի ժողովուրդն իրականում կարիք ունի լուծումներով զբաղվող առաջնորդի, որն իրականում լուծում է առկա խնդիրները։ Եվ ես ձեզ մի բան կասեմ, նա այս երեկո շատ է խոսելու ներգաղթի մասին, նույնիսկ այն դեպքում, երբ այդ թեման չէ։ Եվ ես անսովոր բան եմ անելու։ Ես պատրաստվում եմ ձեզ հրավիրել մասնակցելու Դոնալդ Թրամփի հանրահավաքներից մեկին, քանի որ դա իսկապես հետաքրքիր է։ Դուք կտեսնեք, որ իր հանրահավաքների ընթացքում նա խոսում է Հանիբալ Լեկտերի նման հորինված կերպարների մասին։ Նա կխոսի հողմաղացների մասին, որոնք քաղցկեղ են առաջացնում, եւ կնկատեք նաեւ, որ մարդիկ հոգնածությունից եւ ձանձրույթից հեռանում են նրա հանրահավաքներից։ Դուք չեք լսի, որ նա կխոսի ձեր կարիքների, ձեր երազանքների եւ ձեր ցանկությունների մասին։ Եվ ես ձեզ կասեմ, ես հավատում եմ, որ դուք արժանի եք նախագահի, որն իրականում ձեզ առաջին տեղում է դնում, եւ ես խոստանում եմ ձեզ, որ դա կանեմ։ serve a president who actually puts you first, and I pledge to you that I will. Vice President Harris, thank you. President Trump, on that point, I want to get your response. Well, I would like to respond. Let me just ask, though, why did you try to kill that bill, and successfully so, that would have put thousands of additional agents and officers on the border? First, let me respond as to the Please. rallies. She said people start leaving. People don't go to her rallies. There's no reason to go. And the people that Նախ թույլ տվեք արձագանքել հանրահավաքներին։ Նա ասաց, որ մարդիկ սկսում են հեռանալ։ Իսկ նրա հանրահավաքներին մարդիկ չեն գնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր գնում են, նա նրանց տանում է ավտոբուսով եւ վճարում այնտեղ գտնվելու համար։ Եվ հետո ցույց տալիս դրանք այլ լույսի ներքո։
Այսպեսով նա չի կարող խոսել այդ մասին։ Մարդիկ չեն թողնում իմ հանրահավաքները։ Մենք ունենք ամենամեծ հանրահավաքները, ամենաանհավանական հանրահավաքները քաղաքականության պատմության մեջ։ Դա նրանից է, որ մարդիկ ցանկանում են հետ վերցնել իրենց երկիրը։ Մեր երկիրը կորչում է, եւ դա տեղի ունեցավ 3.5 տարի առաջ, այնինչ նրանք կարել են մեր երկրի հետ թույլ տալով, որ միլիոնավոր մարդկանց մուտք գործեն մեր երկիր։ Եվ շատ քաղաքներ չեն լինելու, Ավրորա կամ Սփրինգֆիլդ։ Շատ քաղաքներ չեն ցանկանում խոսել այդ մասին, քանի որ շատ են ամաչում դրա համար։ Սփրինգֆիլդում նրանք ուտում են շներին։ Մարդիկ, ովքեր օրինական ներս են մտել, ուտում են կատուներին։ Նրանք ուտում են այնտեղ ապրող մարդկանց ընտանի կենդանիներին։ Եվ սա այն է, ինչ կատարվում է մեր երկրում, եւ դա ամոթ է։ Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա մարդիկ գալիս են հանրահավաքներին, որովհետեւ նրանք ուզում են մեր երկիրը հետ բերել։ Նրանք ցանկանում են Ամերիկան նորից ծաղկեցնել։ Նա կործանում է այս երկիրը, եւ եթե նա դառնա նախագահ, այս երկիրը հաջողության շանսեր չունի։ Is they like what I say. They want to bring our country back. They want to make America great again. It's a very simple phrase. Make America great again. She's destroying this country. And if she becomes president, this country doesn't have a chance of success. Not only success, will end up being Venezuela on steroids. ABC News-ը կապվեց այնտեղի քաղաքի մենեջերի հետ, նա մեզ ասաց, որ ներգաղթյալների համայնքում գտնվող անհատների կողմից տնային կենդանիներին վնասելու, վիրավորելու կամ բռնության ենթարկելու վերաբերյալ հավաստի հաղորդումներ չեն եղել։ Or abused by individuals within the immigrant community. Well, All I've seen this people on television Ես տեսել եմ մարդկանց հեռուստատեսությամբ։ say my dog was taken and used for food. So, Հեռուստատեսությամբ մարդիկ ասում են, որ իմ շանը տարել են եւ օգտագործել են որպես ուտելիք։ from but the television. people I'm on taking it from television the city saying their manager dog was eaten. Բայց հեռուստատեսությամբ մարդիկ ասում են, որ իրենց շանը կերել են այնտեղ ներգաղթած մարդիկ։ because there's no evidence of that. Vice We'll President find Harris, out. I'll let you respond to the rest of what you've heard. You talk about extreme. Դուք խոսում եք ծայրահեղության մասին։ Գիտեք, ես կարծում եմ, որ սա պատճառներից մեկն է, թե ինչու այս ընտրություններում ես իրականում ստացել եմ 200 հանրապետականների հավանություն, ովքեր պաշտոնապես աշխատել են Բուշի, Միթ Ռոմնիի եւ Ջոն Մաքքեյնի հետ, ներառել նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ։ Ազգային անվտանգության նախկին խորհրդականն ասել է, որ Թրամփը վտանգավոր է եւ ոչ պիտանի։ Նրա նախկին պաշտպանության նախարարն ասել է, որ ազգը, հանրապետությունը երբեք չի գոյատևի Թրամփի մեկ այլ ժամկետ։ Եվ երբ մենք լսում ենք այս կարգի հռետորաբանություն, երբ ամերիկյան ժողովրդի վրա ազդող հարցերը չեն լուծվում, կարծում եմ, որ ընտրությունը պարզ է։ Choice is clear in this election. President Trump, I'll give you a quick minute to respond Yeah. here. Thank you. Because when I hear that, Այդ մարդկանց մեծ մասին ես ազատել եմ աշխատանքից, ոչ այնքան բարեհամբույր կերպով։ Նրանք վատ բաներ են արել կամ վատ աշխատանք։ Ես նրանց ազատեցի աշխատանքից։ Իսկ դուք երբեք մեկ հոգու չեք ազատել աշխատանքից։ Այն մարդիկ չեն ազատվել աշխատանքից, ովքեր առնչություն ունեն Աֆղանստանի եւ Թալիբանի հետ։ Եվ այն 13 մարդկանց, ում սպանել էին դաժանորեն եւ դաժանաբար։ Ես ծանոթացա իրենց ծնողների, ընտանիքի անդամների հետ։ Պետք է պաշտոնան կարվեր բոլոր այդ գեներալներին, բոլոր բարձրաստիճան մարդկանց, որովհետեւ դա ամենաանընդունելի իրավիճակներից մեկն է, որը երբևէ որևէ մեկը տեսել է։ Այսպիսով, երբ ինչ-որ մեկը վատ աշխատանք է կատարում, ես ազատում եմ նրան։ Ես ազատեցի նրան, իսկ ինքը գիրք գրեց իմ մասին, որովհետև ինձ հետ կարող են գրքեր գրել։ Ուրիշ ոչ մեկի հետ նրանք չեն կարող։ Նայեք տնտեսությանը, նայեք գնաճին։ Իրենց տնտեսագետներից ոչ մեկին չեն ազատել աշխատանքից։ Նրանք ունեն նույն մարդիկ։ Դա լավ միջոց է ձեր մասին գրքեր չգրելու համար, բայց վերջացնելու համար ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան պատմության մեջ որևէ հանրապետական։ Այսինքն ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան ցանկացած նախագահ։ finish, I got more votes than any Republican in history by far. In fact, I got more votes than any president, sitting president in history by far. Let me continue on immigration. It was what you wanted to talk about earlier. Թույլ տվեք շարունակել ներգաղթը։ Դա այն էր, ինչի մասին ուզում էինք ավելի վաղ խոսել։ Դուք ասում եք, որ կօգտագործեիք ազգային գվարդիան։ Դուք ասում եք, որ եթե ամեն ինչ դուրս գա վերահսկողություն, դուք խնդիր չեք ունենա օգտագործել ԱՄՆ-ի բանակը։ National Guard. You say if things get out of control, you'd have. Տեղական ոստիկանության հետ։ Also said you would use local police. Դուք նաև ասացիք, որ կօգտագործեք տեղական ոստիկանությունը, ինչպես կարտաքսեիք 11 մինուտ առանց փաստաթղթերի ներգաղթանների, չնայած havատում եք, որ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Door to door in this country. Yeah. It is much higher because of them. They allowed criminals, many millions of criminals. They allowed terrorists. They allowed Նրանց պատճառով շատ ավելի բարձր թիվ է։ Նրանք թույլ տվեցին միլիոնավոր հանցագործներին, ահաբեկիչներին, նրանք թույլ տվեցին սովորական փողոցային հանցագործներին, թմրավաճառներին մտնել մեր երկիր, եւ նրանք այժմ Միացյալ Նահանգներում են։ Իսկ Վենեսուելայում եւ նման երկրներում ասում են, որ երբեք ետ չվերադառնաք,
թե չէ մենք ձեզ սպանելու ենք։ Գիտեք, որ Վենեսուելայում հանցագործությունը եւ ամբողջ աշխարհի երկրներում հանցագործությունը զգալիորեն նվազել է։ Գիտեք ինչու՞, որովհետեւ երկրները իրենց հանցագործներին հանում են եւ ուղարկում են մեր երկիր։ Սա նրանք անում են, որպեսզի ձայներ հավաքեն, բայց դա չարժե դրան։ Դա պատմության մեջ ամենամեծ սխալներից մեկն է, որովհետեւ նրանք իրենց արածով քանդում են մեր երկիրը։ Միլիոնավոր մարդկանց ներս են թողնում եւ ամբողջ աշխարհում հանցագործությունը նվազում է, բացի մեր երկրից։ Հանցագործությունն այստեղ բարձրանում է։ Մենք ունենք հանցագործության նոր ձև։ Դա կոչվում է միգրանտների հանցագործություն, եւ դա տեղի ունենում այնպիսի մակարդակներում, որոնք հնարավոր չէ պատկերացնել։ Statements that they made. Crime in this country is through the roof. And we have a new form of crime. It's called migrant crime. And it's happening at levels that nobody thought possible. President Trump, as you know, the FBI. Նախագահ Թրամփ, ինչպես գիտեք, հայտարարվել է, որ հանցագործությունը նվազում է այս երկրում։ Statements. They didn't include the worst cities. They didn't include the cities with the worst crime. Դրանք կեղծ տվյալներ են։ Նրանք դա հաշվել են չներառելով ամենավատ հանցագործություններով լի քաղաքները։ Turned out to be a fraud. President Trump, thank you. I'll let you respond, Vice President Harris. Well, I think this is so rich coming from someone who has been prosecuted. Թրամփը քրեական հետապնդման է ենթարկվել ազգային անվտանգության հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների ընտրություններին միջամտելու համար, մեղավորը ճանաչվել սեռական ոտնձգության համար, եւ նրա հաջորդ մեծ դատականիստը կլինի նոյեմբերին։ Նախկին փոխնախագահը կոչ արեց փոխհատուցել ֆինանսավորումը դաշնային իրավապահ մարմիններին 45000 անձանց, դա ստացանք այն օրը, երբ իրեն դատի էին տվել 34 հոդվածով։ Այսպեսով եկեք խոսենք այն մասին, թե ինչ է կարևոր այս մրցապայքարում։ Կարևոր է, որ մենք առաջ արժվենք, շրջենք այս նույն հին հոգնած հռետորաբանության էջը եւ լուծենք ամերիկյան ժողովրդի կարիքները։ Support our small businesses, address bringing down the price of groceries. But frankly, the American people are exhausted with this same old tired playbook. Vice President Harris, thank you. Excuse me. Այդ գործերի յուրաքանչյուրն իրենք են սկսել, որովհետև ես իրենց քաղաքական հակառակորդն եմ, եւ ես ճահել եմ շատ գործեր, իսկ մնացածը կշահեմ բողոքարկման ժամանակ։ Եվ դուք դա տեսաք վերջերս Գերագույն դատարանի որոշմամբ։ Սա նրանք ինչ անում են, կոչվում է զինագործություն։ Այս երկրում երբեք չի եղել։ Նրանք զինել են արդարադատության վարչությանը, այդ գործերի յուրաքանչյուրը ներգրաված է սկսնակ Ատլանտիայից, Ֆանի Ուելսից, մինչև Նյու Յորքի գլխավոր դատախազը։ Իդեպ փաստաթղթերի գործով ըստ էության մեղավոր է ճանաչվել Ջո Բայդենը։ Try and win an election. They're President Trump. fake cases. President Trump, thank you. A really quick response here, Vice President Harris, on this notion of weaponization. Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը վերջերս որոշում կայացրեց, որ նախկին նախագահը ըստ էության անձնամխիլի կլինի, եթե նա նորից մտնի Սպիտակ տուն։ For president. This is the one that weaponized, not me. She weaponized. I promise. Խոսում են ժողովրդավարության մասին։ Նրանք վտանգ են ներկայացնում ժողովրդավարության համար։ Ռուսաստանի հարցը, որը ոչ մի բան չարեցին։ A threat to democracy with a President fake Trump. Russia We investigation do have a lot to that get. went nowhere. We have a lot to get to. Lindsay? Vice President Harris, in your last run for president, you Փոխնախագահ Հարիս, նախագահի պաշտոնում ձեր վերջին առաջադրման ժամանակ դուք ասացիք, որ ցանկանում եք արգելել ֆրեքինգը։ Սա մեթոդ է, որը օգտագործում է ստորգետնյա ժայռային շերտերից նավթ եւ բնական գազ հանելու համար։ Դուք կողմ եք սահմանային անցումների ապաքրեականացմանը։ changed. So then why have so many of your policy positions changed? So my values have not changed, and I'm going to discuss at least every point that you've made. But in particular, let's talk about fracking because we're here in Pennsylvania. Ես շատ բարձ ասացի 2020 թվականին, որ ես չեմ արգելի ֆրեքինգը, եւ փաստորեն ես էի, ով ցանկանում էր գնաճը նվազեցնել։ Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է ներդրումներ կատարենք էներգիայի տարբեր աղբյուրներում, որպեսզի նվազեցնենք մեր կախվածությունը արտասահմանյան նավթից։ Մենք ունեցել ենք նավթի ներքին արդյունահանման ամենամեծ աճը պատմության մեջ։ Թույլ տվեք ձեզ ասել, որ եղել է միջին խավի երեխա, որ մեծացել է իր աշխատասեր մոր հետ։ Իմ մայրը աշխատել է եւ կարողացել է գնել մեր առաջին տունը, երբ ես դեռահաս էի։ Երբ ես խոսում եմ տան սեփականության կարեւորության մասին, իմանալով, որ ոչ բոլորին են հանձնել $400 միլիոն արտատես կտեղի վրա եւ հետո 6 անգամ սրանք ճանաչվել։ Ես ցանկանում եմ ասել, որ շինարարները կավելացնեն 3 միլիոն տուն մինչեւ իմ առաջին ժամկետի ավարտը։ Երբ ես ավագ դպրոցում էի, ունեի ընկեր, ով սեռական ոտնձգության էր ենթարկվել խորթ հոր կողմից։ Եվ իմ ուշադրությունն այնուհետև կանանց եւ երեխաներին բռնի հանցագործություններից պաշտպանելու վրա է։ Ես նաև ցանկանում եմ պաշտպանել տարեցների խաբեություններից։ Առաջնորդի իրական չափանիշն այն է, որ իրականում հասկանում է ուժը մարդկանց ծեծելու մեջ չէ, այլ մարդկանց վեր բարձրացնելու մեջ է։ Which, of course, we all know is a cornerstone of our democracy and the role of a president in a moment of crisis. Mr. President, on January 6th. Ընդամենը 56 օրից ունենք ընտրություններ։ Պարոն նախագահ, հունվարի 6-ին դուք ձեր համախոհներին ասացիք երթով շարժվել դեպի Կապիտոլիայում։ Դուք ասացիք, որ նրանց հետ կլինեք, երկիրն ու աշխարհը տեսան, թե ինչ կատարվեց այդ օրը Կապիտոլիայում։ Դուք Twitter ուղարկեցիք ավելի քան 2 ժամ էր անցել, երբ ուղարկեցիք այդ տեսաուղերձը, որում ասացիք ձեր աջակիցներին գնալ տուն։ Կա որևէ բան, որի համար զղջում եք այն ամենի համար, ինչ արել եք այդ օրը։
about what you did on that day. You just said a thing that isn't covered. Peacefully and patriotically, I said during my speech, not later on. Peacefully and patriotically. Դուք պարզապես ասացիք մի բան, որը չի լուսաբանում։ Ես իմ ելույթի ժամանակ ասել եմ խաղաղ ու հայրենասիրաբար։ Ոստիկանը գրակել է Աշլի Բաբիթիի վրա, ով ցուցարար էր։ Հարցնում եմ, իսկ ինչ կասեք բոլոր այն մարդկանց մասին, որոնք լծվում են մեր երկիր եւ մարդ են սպանում։ Նա է նրանց թույլ տվել, որ նրանք ներս մտնեն։ Նա սահմանի մասին չի ցանկանում խոսել, քանի որ նա գիտի, թե ինչ վատ աշխատանք են նրանք արել։ Երբ են նրանք բռնելու այդ մարդկանց, որոնց ոչ միայն հարավային Ամերիկայից, այլ ամբողջ աշխարհից գալիս են մեր երկիր, եւ հանցավորության մակարդակն ամբողջ աշխարհում նվազում է դրա պատճառով։ Երբ են այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու, երբ են Մինեապոլիսն այրած մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվելու, Սիեթլում, նրանք գնացին Սիեթլ, նրանք գրավեցին Սիեթլ քաղաքի մեծ տոկոսը։ Went into Seattle, they took over a big percentage of the city of Seattle. When are those people going to be prosecuted? But let me just ask You might ask her that question. You were the president. You were watching it unfold on television. Դուք նախագահ եք, դուք դիտում եք, թե ինչ էր կատարվում հեռուստատեսությամբ։ Սղճում եք այն ամենի համար, ինչ արել եք այդ օրը։ Yes, sir. I had nothing to do with that other than they asked me to make a speech. I showed up for a speech. I said, I think it. Ես գնացի Նենսի Փելոսիի եւ Վաշինգտոնի քաղաքապետի մոտ։ Ասացի, գիտեք, սա շատ մեծ հանրահավաք է լինելու, եւ դա իմ կողմից չի արվել, դա արվել է ուրիշների կողմից։ Ես ասացի, որ կցանկանայի ձեզ տալ 10,000 ազգային գվարդիա կամ զինվոր, նրանք մերժեցին ինձ։ Նենսի Փելոսին մերժեց ինձ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ նրա դուստրը մի ձայնագրություն ունի, որում ասվում է, որ ինքը լիովին պատասխանատու է կատարվածի համար։ Նրանք ուզում են ազատվել այդ ձայնագրությունից։ Դա երբեք չէր լինի, եթե Նենսի Փելոսին եւ Վաշինգտոնի քաղաքապետն անեին իրենց գործը։ Ես պատասխանատու չի անվտանգության համար, պատասխանատու է Նենսի Փելոսին, նա իր գործը չի արել։ Of Washington did their jobs. I wasn't responsible for security. Nancy Pelosi was responsible. She didn't do her job. The question was about you as president, not about former Speaker Pelosi. But I do want Vice President Harris to respond here. I was at the Capitol on January 6th. I was the vice president-elect. I was also an acting senator. I was there. And on that day... Ես հունվարի 6-ին Կապիտոլիայում էի, ընտրվել էի փոխնախագահ։ Ես նաև սենատորի ժամանակավոր պաշտոնակատար էի։ Ես այնտեղ էի, եւ այդ օրը Միացյալ Նահանգների նախագահը բռնի ամբողջին դրդեց հարձակվել մեր ազգի Կապիտոլիումի վրա։ Այդ օրը վիրավորվել է 140 իրավապահ եւ ոմանք մահացան։ Եվ հասկացեք, նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել եւ իմպիչմենտի է ենթարկվել հենց այդ պատճառով։ Բայց դա միակ իրավիճակը չէ։ Եկեք հիշենք Շարլոտսվիլը, որտեղ մարդկանց ամբողջ էր, որոնք ջահերով հակասեմիտական ատելություն էին տարածում, եւ ինչ էր ասում այդ ժամանակ նախագահը։ Հիշենք, որ երբ խոսքը գնում էր ոստիկանության մասին, նախկին նախագահն ասում էր. «Հետ կանգնեք»։ Այսպիսով բոլոր դիտողների համար, ովքեր հիշում են հունվարի 6-ը, ես ասում եմ, որ մենք չպետք է հետ գնանք, եկեք հետ չդառնանք։ Մենք հետ չենք գնալ, ժամանակն է շրջել էջը։ Մեր քարոզարշավում տեղ կա երկրի պաշտպանության համար։ Թեկնածու Դոնալդ Թրամփն ասել է, որ այս ընտրություններում արյունահեղություն կլինի, եթե այս ընտրությունների արդյունքն իր սրտով չլինի։ Եկեք թերթենք այս էջը, եկեք հետ չդառնանք, եկեք գծենք ապագայի ուղին եւ ոչ թե հետ գնանք դեպի անցյալը։ Chart a course for the future and not go backwards to the past. Let me just follow up here. It was a different term and it was Արյունահեղություն տերմինը օգտագործել եմ այլ կոնտեքստում, եւ դա էներգետիկայի հետ կապված էր, քանի որ նրանք ոչնչացրել են մեր էներգետիկ բիզնեսը։ Ես ձեզ սա եմ խնդրում։ Դուք խոսում եք Կապիտոլիումի մասին, ապա ինչու եք թույլ տալիս, որ միլիոնավոր մարդիկ կանցնեն հարավային սահմանով։ Ես ձեզ հիմա կասեմ, թե ես ինչ կանեի, եւ ես շատ հպարտ կլինեի դա անել։ Եկեք երկուս էլ թողնենք այս բանավեճը, հենց հիմա, քանի որ սա ժամանակի կորուստ է։ Գնա Վաշինգտոն, ստորագրի սահմանը փակելու օրինագիծը, որովհետեւ նրանք իրավունք ունեն, կարող են դա անել։ Արտնատրեք Միացյալ Նահանգների նախագահին, գնացեք գրասենյակ եւ ստորագրեք օրինագիծը։ Եթե օրինագիծը ստորագրեք, ապա սահմանը փակ է։ Մնում է դա ասել սահմանապահներին, որոնք ֆենոմենալ են այդ հարցում։ Եվ վերջ, սահմանը փակ է։ that the border is closed. All he has to do is say it to the Border Patrol, who are phenomenal. If they do that, the border is closed. Mr. Those President, people are killing many people, unlike J6. We talked immigration here tonight. I do want to focus on this next issue. Խոսեցինք ներգաղթի մասին։ Ես ուզում եմ կենտրոնանալ հաջորդ խնդրի վրա։ Պարոն նախագահ, 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո 3.5 տարի շարունակ դուք բազմիցս պնդում եք, որ հաղթել եք ջարդախիտ արդյունքով ընտրություններում։ Այս բանավեճին նախորդող վերջին մի քանի շաբաթվա ընթացքում դուք ասացիք, որ պարտվել եք։ Դուք հիմա ընդունում եք, որ պարտվել եք 2020 թվականին։ By a whisker that you, quote, didn't quite make it, that you came up a little bit short. I said that? Are you now acknowledging that you lost in 2020? No, I don't acknowledge that at all. But I you said did that say sarcastically. But You know those- that. It was said, oh, we lost by a whisker. That was said sarcastically.
Ոչ, ես դա ընդհանրապես չեմ ընդունում։ Ես դա հեգնանքով եմ ասել։ Դուք դա գիտեք։ Շատ ապացույցներ կան։ Ձեզ մնում է միայն նայել դրանք։ Ես հավաքել եմ գրեթե 75 միլիոն ձայն։ Ցանկացած գործող նախագահ, որ երբևէ հավաքել է ամենաշատ ձայները։ Մարդիկ երբեք չպետք է մտածեն, որ ընտրությունները կեղծիք է։ Մեզ երկու բան է պետք։ Մեզ պատեր են պետք, մենք պետք է սահմաններ ունենանք, եւ մենք պետք է լավ ընտրություններ ունենանք։ We need walls, and we have to have it. We have to have borders, and we have to have good elections. Our elections are bad. And Մեր ընտրությունները վատն են, եւ այս անօրինական ներգաղթյալներից շատերը, ովքեր գալիս են, փորձում են նրանց քրվարկել։ Նրանք նույնիսկ անգլերեն չեն կարողանում խոսել, նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ երկրում են գտնվում, եւ այս մարդիկ փորձում են նրանց քրվարկել, եւ դա է պատճառը, որ նրանք թույլ են տալիս նրանց մտնել մեր երկիր։ We didn't quite make it, and we should. Ես դիտել եմ բոլոր տեսանյութերը, ես չհայտնաբերեցի սարկազմը, եւ ձեր այդ ընտրությունների 60 գործերը բազմաթիվ դատավորների արժեվ է։ standing. That's the other thing. Ոչ մի դատավոր չի նայել դրանք։ Պատկերացնում եք մի համակարգ, որտեղ ընտրության ժամանակ մարդը թեկնածություն չունի, ԱՄՆ նախագահը թեկնածություն չունի, այդպես մենք պարտվեցինք։ Եթե դուք նայեք փաստերին, ես ձեզ ցույց կտամ Ջորջիան, ես ձեզ ցույց կտամ Վիսկոնսինը, ես ձեզ ցույց կտամ Փենսիլվանիան։ Մենք ունենք շատ փաստեր եւ վիճակագրություն։ Բայց գիտեք ինչ, դա նշանակություն չունի, որովհետև մենք պետք է լուծենք այն խնդիրը, որ ունենք հենց հիմա։ Իսկ խնդիրը այն է, որ մենք ունենք անկում ապրող ազգ եւ իրենք են մեր ազգին անկման մեջ գցել։ And the problem that we have right now is we have a nation in decline, and they have put it into decline. We have a nation that is dying, David. Mr. President, thank you. Vice President Harris, you heard the president there tonight. He said he didn't say that he lost by a whisker. So. Նա ասաց չի ասել, որ պարտվել է, դա ասել է հեգնանքով։ Այսպիսով նա դեռ հավատում է, որ չի պարտվել ընտրություններում, բայց ես ուզում եմ ձեզ հարցնել մի բանի մասին, որն ի հայտ է եկել վերջին մի քանի օրվա ընթացքում։ Սա նախագահ Թրամփի գրառումն է այս առաջիկա ընտրությունների մասին ընդամենը շաբաթներ առաջ։ Նա ասաց, երբ ես հաղթեմ, այդ մարդիկ, ովքեր խաբել են, հետո ցուցակագրում են ընտրողներին, ընտրական պաշտոնյաներին, ասում է, կհետապնդվեն օրենքի ողջ խստությամբ, որը կներառի երկարաժամկետ ազատազրկում։ One of your campaign's top lawyers responded saying, "We won't let Donald Trump intimidate us. We won't let him suppress the vote." Is that what you believe he's trying to do here? Donald Trump was fired by 81 million people. So Դոնալդ Թրամփ պաշտոնանկ է արել 81 միլիոն մարդ, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը ինչպես նախկինում կփորձի խախտել ընտրողների կամքը, ազատ եւ արդար ընտրությունները։ Եվ ես պատրաստվում եմ ձեզ ասել, որ ես շրջել եմ աշխարհով մեկ որպես ԱՄՆ փոխնախագահ։ Համաշխարհային առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա։ Ես զրուցել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են նրա հետ։ Ես ասում եմ, որ դուք հայտարարություն եք եւ Ամերիկայի ժողովուրդն ավելի լավին է արժանի։ Give you 1 minute to respond, Mr. President. Let me just tell you about world leaders. Victor Orban, one of the most respected men, they call him. Դուք միայն պատմել ձեզ համաշխարհային առաջնորդների մասին։ Վիկտոր Օրբանը, ամենահարգված մարդկանցից մեկը, Հունգարիայի վարչապետը, ասում էր, թե ինչու է ամբողջ աշխարհը վատին գնում։ 3 տարի առաջ այդպես չէր։ Նա ասաց, որ Ամերիկային հարկավոր է Թրամփի վերադարձը որպես նախագահ։ Նրանից վախենում էին։ Չինաստանը վախենում էր։ Եվ ես չեմ սիրում օգտագործել վախ բառը, բայց ես պարզապես մեջբերում եմ նրա խոսքը։ Չինաստանը վախենում էր նրանից։ Չինաստանը վախենում էր ինձանից։ Հյուսիսային Կորեան վախենում էր ինձանից։ Տեսեք իդեպ ինչ է կատարվում Հյուսիսային Կորեայի հետ։ Նա ասաց, որ Ռուսաստանը վախենում է ինձանից։ Ես արգելեցի Հյուսիսային հոսք 2 գազատարը։ Եվ Բայդենը այն նորից դրեց առաջին օրը։ Նա թույլ տվեց ռուսներին խողովակաշար կառուցել ամբողջ Եվրոպայով եւ դեպի Գերմանիա, աշխարհի ամենամեծ խողովակաշարը։ Տեսեք, Վիկտոր Օրբանն ասաց, որ ամենահարգված, ամենահեղինակավոր մարդը Դոնալդ Թրամփն է։ Մենք խնդիրներ չունեինք, երբ Թրամփը նախագահ էր, բայց երբ այս թույլ տղամարդը, որին տեսակ ընդամենը մի քանի ամիս առաջ բանավեճի ժամանակ, նա ստացավ 14 միլիոն ձայն։ Բայդենն ուներ 14 միլիոն ձայն, եւ նրան դուրս շպրտեցին, քանի որ նա ծախողվեց։ Hostages who are still being held, Americans among them. Vice President Harris, in December, you said, quote, Israel has a right to defend itself, but you added, quote, Անդրադառնալով Իսրայել-Համաս պատերազմին եւ դեռևս պահվող պատանդներին, որոնց թվում են նաեւ ամերիկացիները, փոխնախագահ Հարիս դեկտեմբերին դուք ասեցիք Իսրայելը իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց ավելացրեցիք կարեւոր է թե ինչպես։ Այժմ մոտ 40,000 պաղեստինցի է զոհվել, մոտ 100 պատանդ է մնացել, անցյալ շաբաթ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասաց, որ համաձայնություն չկա։ Ինչ եք պատրաստվում անել։ through the stalemate. How would you do it? well, let's understand how we got here. Եկեք հասկանանք, թե ինչպես ենք մենք այստեղ հայտնվել։ Հոկտեմբերի 7-ին Համաս ահաբեկչական կազմակերպությունը 1200 իսրայելցի է կոտորել։ Նրանցից շատերը երիտասարդներ էին, ովքեր պարզապես համերգ էին մասնակցում, կանանց բռնաբարել են։ Եվ այն ժամանակ ասացի, եւ հիմա ասում եմ, Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու։ Իսկ թե ինչպես է դա անում, կարևոր է, որովհետեւ ճիշտ է նաեւ, որ շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել, երեխաներ, մայրեր։
Այն ինչ մենք գիտենք, այն է, որ այս պատերազմը պետք է ավարտվի եւ մեզ անհրաժեշտ է հրադադարի պայմանագիր։ Եվ այսպես մենք կշարունակենք շուրջօրյա աշխատել այդ ուղղությամբ։ Պետք է գծենք երկու պետությունների լուծման ճանապարհը, եւ այդ լուծման մեջ պետք է լինի անվտանգություն իսրայելցի ժողովրդի եւ Իսրայելի համար եւ հավասարապես պաղեստինցիների համար։ Բայց մի բան, որ ես ձեզ միշտ կհավաստիացնեմ, ես միշտ Իսրայելին հնարավորություն կտամ պաշտպանել իրեն, մասնավորապես երբ դա վերաբերում է Իրանին եւ ցանկացած սպառնալիքի, որը Իրանը եւ նրա վստահված անձինք ներկայացնում են Իսրայելին։ You negotiate. Նախագահ Տրամփ, ինչպես կբանակցեք Նեթանյահուի եւ նաեւ Համասի հետ պատանդներին դուրս բերելու եւ Գազայում ավելի անմեղ քաղաքացիների սպանությունը կանխելու համար։ If I were president, Russia would have never, ever Եթե ես լինեի նախագահ, դա երբեք չէր սկսվի։ Եթե ես լինեի նախագահ, Ռուսաստանի պատերազմներ չէր լինի։ Ես Պուտինին շատ լավ եմ ճանաչում։ Նա դա չէր անի, եւ դրա վտանգը չկար 4 տարի շարունակ։ Մտել են Ուկրաինա եւ սպանել միլիոնավոր մարդկանց։ Շատ ավելի վատ է, քան մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բայց երբ նա խոսում է Իսրայելի մասին, նա ատում է Իսրայելը։ Նա նույնիսկ չհանդիպեց Նեթանյահուի հետ։ Նա հրաժարվեց, քանի որ իր ընկերական երեկույթին էր։ Նա պետք է գնար սուսերական երեկույթին։ Նա ատում է Իսրայելը։ Եթե նա լինի նախագահ, ես կարծում եմ, որ Իսրայելը չի լինի 2 տարվա ընթացքում։ Եվ ես բավականին լավ եմ կանխատեսումներում։ Եվ ես հուսով եմ, որ ես սխալվում եմ այդ մեկում։ Նա ատում է Իսրայելը։ Միևնույն ժամանակ նա իր ձևով ատում է արաբ բնակչությանը, որովհետև ամբողջ տեղը պայթեցվելու է եւ արաբները եւ հրեաները։ Իսրայելը կվերանա։ Իրանը ջախջախվեց իմորոք։ Հիմա Իրան ունի 300 միլիարդ դոլար, քանի որ նրանք հանեցին բոլոր պատժամիջոցները, որ ես դրել է։ Իրանը փող չուներ Համասի կամ Հեզբոլահի կամ ահաբեկչության 28 տարբեր ոլորտների համար։ Նրանք փող չունեին։ Դուք դա գիտեք։ Նրանք տերորի համար փող չունեին։ Հիմա նրանք հարուստ ազգ են, եւ հիմա այն ինչ նրանք անում են, այդ գումարները տարածում են շուրջ բոլորը։ Տեսեք, թե ինչ է կատարվում Հութիների եւ Եմենի հետ։ Տեսեք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։ Սա երբեք չէր լինի։ Ես դա կկարգավորեմ եւ արագ։ Եվ ես կանեմ այն, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի։ get it done before even becoming president. Vice President Harris, he says you hate Israel. That's absolutely not true. I have my entire career and life. Դա բացարձակապես ճիշտ չէ։ Ես իմ ողջ կյանքում աջակցել եմ Իսրայելին եւ Իսրայելի ժողովրդին։ Նա դա գիտի։ Նա փորձում է բոլորին շեղել իրականությունից եւ շատ լավ հայտնի է, որ Դոնալդ Թրամփը թույլ է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցում։ Հայտնի է, որ նա հիանում է բռնականներով, ցանկանում է իր իսկ խոսքերով առաջին օրը լինել բռնապետ։ Հայտնի է, որ նա Պուտինի մասին ասել է, որ նա կարող է գնալ Ուկրաինա։ Հայտնի է, որ նա Սիրիայի նամակները փոխանակել Կիմ Չեն Ընի հետ։ Եվ բոլորովին հայտնի է, որ այս բռնապետներն ու ավտոկրատները ցանկանում են, որ դուք նորից նախագահ լինեք, քանի որ կարող են շահարկել ձեզ շողոքորթություններով եւ բարեհաճություններով։ Եվ դա է պատճառը, որ այդքան շատ զինվորականներ, որոնց հետ դուք աշխատել եք, ինձ ասացին, որ դուք խայտարակություն եք։ Այդ պատճառով մենք հասկանում ենք, որ մենք պետք է ունենանք այնպիսի նախագահ, որը թույլ չէ ազգային անվտանգության հարցում։ Disregard our military. Vice President Harris, thank you. And she's the one that caused it. That's weak on national security by allowing every nation. Ես եմ ազգային անվտանգության հարցում թույլ։ Նրանք են, որ թույլ են տվել 168 տարբեր երկրներից մարդիկ կան մեր երկիր։ Պուտինը անցյալ շաբաթ ասել էր. հուսով եմ, որ Հարիսը կհաղթի։ Պուտինը դա ասաց, քանի որ ինչից որ նա կարողացավ զերծ մնալ իրենց կառավարության օրոք, դա անհավանական էր։ Եթե ես լինեի նախագահ, նման բան չէր կարող տեղի ունենալ։ Մյուս երկրների ղեկավարները կարծում են, որ իրենք թույլ են եւ ոչ մի գործ չեն անում։ Ես ընդամենը մեկ հարց եմ ցանկանում տալ. ինչու է Բայդենը հաստատել Ռուսաստանի գործարքը Nord Stream 2-ը եւ թույլ տվել, որ աշխարհի ամենամեծ խողովակաշարը գնա Գերմանիա եւ ամբողջ Եվրոպա։ David Muir and Lindsay Davis. Welcome back to this historic ABC News presidential debate tonight. We're going to continue here, and I want to turn to the war in Ukraine. We're now 2.5 years into this conflict. Mr. President, it has been the position of the Biden administration that we must... Որոշումներն է, որ մենք պետք է պաշտպանենք Ուկրաինային Ռուսաստանից, Վլադիմիր Պուտինից։ Դուք ասացիք, որ 24 ժամում կլուծեք այս պատերազմը։ Դուք այդպես ասացիք այսօր երեկոյան միջումից անմիջապես առաջ։ Դուք կոնկրետ ինչպես դա կանեիք։ How exactly would you do that? And I want to ask you a very simple question tonight. Do you want Ukraine to win this war? I want the war to stop. I want to save lives that are being uselessly people. Ես ուզում եմ, որ պատերազմը դադարեցվի։ Ես ուզում եմ փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Մենք պետք է 250 միլիարդ խնդրեինք Եվրոպայից, որը շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունի այս գործն իրականացնելու համար։ Դուք 150 միլիարդ դոլարով քիչ եք պահանջում, քանի որ Բայդենը եւ դուք համարձակություն չունեք Եվրոպային խնդրելու, ինչպես ես արեցի ՆԱՏՕ-ի հետ։ Նրանք վճարեցին միլիարդավոր դոլարներ, երբ ես ասացի, որ կամ վճարեք, կամ մենք այլևս չենք պաշտպանելու ձեզ։ Դա կարող է լինել պատճառներից մեկը, որ նրանք ինձ չեն սիրում։ Ինչքան որ նրանք չեն սիրում ձեր նման թույլ մարդկանց։ Բայց դուք նայեք, թե ինչ է կատարվում։ Մենք ծախսում ենք 250-ից 275 միլիարդ, նրանք 100-ից 150 միլիարդ։ Պետք է ստիպենք, որ դա հավասարեցվի։ Ես շատ լավ գիտեմ,
Զելենսկուն եւ շատ լավ գիտեմ Պուտինին։ Ես լավ հարաբերություններ ունեմ նրանց հետ, եւ նրանք հարգում են ինձ եւ չեն հարգում Բայդենին։ Եվ ինչու նրանք պետք է հարգեն Բայդենին, նա նույնիսկ 2 տարի է ինչ չի զանգել Պուտինին։ Ոչ մեկի հետ չի խոսել։ Եթե ես նախագահ լինեի, բոլորի հետ կխոսեի, նրանց կհավաքեի եւ այդ պատերազմը երբեք չէր լինի։ Պուտինը իմ հեռանալուց հետո զինվորներ հավաքեց։ Նա դա արեց իմ հեռանալուց հետո, եւ ես մտածեցի, որ Բայդենը պետք է բանակցի։ Եվ հիմա դուք ունեք միլիոնավոր զոհվածներ, եւ դա միայն վատանում է, եւ դա կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Best interest for Ukraine to win this war, yes or no? I think it's the U.S. best interest to Մի get this war կատակեք, մենք finished խաղում ենք and 3-րդ just համաշխարհային get it պատերազմի հետ։ done. Եվ մենք ունենք Negotiate a նախագահ, deal. որը մենք նույնիսկ չգիտենք, արդյոք որտեղ է մեր նախագահը։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք նա նախագահ է։ Նրան պարզապես դուրս չպրտեցին քարոզարշավից։ Չգիտենք էլ նա մեր նախագահն է։ First of all, it's important to remind the former president you're not running against Joe Biden, you're running Նախ եւ առաջ կարևոր է հիշեցնել նախկին նախագահին, որ դուք ոչ թե Ջո Բայդենի դեմ եք պայքարում, այլ իմ դեմ։ Ես կարծում եմ, որ պատճառը, որ Դոնալդ Թրամփը ասում է, որ այս պատերազմը կավարտվի 24 ժամվա ընթացքում, այն է, որ նա պարզապես կհրաժարվի դրանից։ Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Ես հանդիպեցի Զելենսկու հետ Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր առաջ։ Ես նրա հետ կիսվել եմ ամերիկյան հետախուզությամբ, թե ինչպես նա կարող է պաշտպանվել։ Օրեր անց ես գնացի ՆԱՏՕ-ի արևելյան եզր Լեհաստան եւ Ռումինիա, եւ իմ եւ մյուսների կատարված աշխատանքի միջոցով մենք հավաքեցինք 50 երկրներ աջակցելու Ուկրաինային նրա արդար պաշտպանության հարցում, եւ մեր աջակցության հակաօդային պաշտպանության զինամթերքի, հրետանու նիզակների, Աբրամս տանկերի շնորհիվ, որ մենք տրամադրել ենք Ուկրաինային, նա հիմա կանգնած է որպես անկախ եւ ազատ երկիր։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում, որովհետեւ Պուտինի օրակարգը միայն Ուկրաինայի մասին չէ։ Հասկացեք, թե ինչու են եվրոպացի դաշնակիցները եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն այդքան շնորհակալ, եւ միայն մեր շնորհիվ է, որ Պուտինը նստած չի Կիևում, հայացքը ուղղված մնացած Եվրոպային։ Is a friendship with what is known to be a dictator who would eat you for lunch. Vice President Harris, thank you. We've heard from both of you. Մենք երկուսից էլ լսեցինք Ուկրաինայի մասին այս գիշեր։ I wanted her to respond to something you said earlier, and now, please, I'll give you a minute here. Putin would be sitting in Moscow and he wouldn't have lost 300,000 men. Ես պետք է պատասխանեմ։ Պուտինը նստած կլիներ Մոսկվայում եւ չէր կորցնի 300,000 մարդ։ Նա Մոսկվայում նստած կլիներ շատ ավելի երջանիկ, քան հիմա, բայց ի վերջո գիտեք, նա մի բան ունի, որ ուրիշները չունեն։ Նա միջուկային զենք ունի։ Նրանք երբեք չեն խոսում այդ մասին։ Այդ մասին երբեք ոչ ոք չի մտածում։ Եվ ի վերջո միգուցե նա կօգտագործի դրանք։ Նրանք նրան այն ժամանակ դեռ ուղարկել են խաղաղության բանակցությունների համար պատերազմի սկսվելուց առաջ։ 3 օր հետո նա սկսեց պատերազմը, քանի որ այն ամենը, ինչ ասում էին այնտեղ, այնքան թույլ էր եւ հիմար, այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր։ Նա էմիսարներ, նրանք նրան ուղարկել են Զելենսկու եւ Պուտինի հետ բանակցելու, եւ նա արեց այնպես, որ պատերազմը սկսվեց 3 օր անց։ Նա ավելի վատն է, քան Բայդենը։ Նա մեր երկրի պատմության ամենավատ փոխնախագահն է։ Նա սարսափելի բանակցող է։ Նրանք նրան ուղարկեցին բանակցելու, հենց նրանք գնացին, Պուտինը սկսեց պատերազմը։ When I went to meet with President Zelensky, I've now met with him over 5 times. The reality Դուք կլսեք մի խումբ ստեր այս մարդուց։ Երբ ես գնացի նախագահ Զելենսկուի հետ հանդիպման, եւ ես արդեն նրա հետ հանդիպել եմ ավելի քան 5 անգամ, դա եղել է այն մասին, որ Ամերիկան միշտ պետք է կանգնի միջազգային կանոններին ու նորմերը պահպանող առաջնորդի կողքին։ Դուք պաշտում եք ուժեղներին ժողովրդավարության մասին հոգալու փոխարեն, եւ դա հենց այն է, ինչ վտանգված է այստեղ։ Afghanistan. It came up in the first hour of this debate. I want to move on to Afghanistan. Stoltenberg said Trump did the most amazing. Գլխավոր քարտուղար Ստոլթենբերգն ասել է, որ Թրամփը արել է ամենազարմանալի բանը, որ երբևէ տեսել եմ։ Այդ մարդը ՆԱՏՕ-ի ղեկավարն է։ Նա ասաց, որ ես ստիպեցի Եվրոպային վճարել, ասելով, որ եթե չվճարեք, մենք ձեզ չենք պաշտպանելու։ Հակառակ դեպքում մենք երբեք չէինք ստանա դա։ Նա ասաց, որ դա ամենաանհավանական գործերից մեկն էր, որ երբևէ տեսել է։ In the chaotic withdrawal from Afghanistan. I do want to ask the Vice President, do you believe you bear any responsibility in the way that withdrawal played out? Well, I will tell you, I agreed with President Biden's decision to pull out of Afghanistan. Ես համաձայնեցի նախագահ Բայդենի Աֆղանստանից դուրս գալու որոշման հետ։ Ամերիկայի հարկատուները չեն վճարում օրական $300 միլիոն, որ մենք վճարում էինք այդ անվերջանալի պատերազմի համար։ Եվ այսօրվա դրությամբ չկա Միացյալ Նահանգների զինվորականներից ոչ մեկը, ով մարտական գործողությունների գոտում լինի։ Դոնալդ Թրամփը շրջանցել է Աֆղանստանի կառավարությունը։ Նա ուղղակիորեն բանակցել է Թալիբան կոչվող ահաբեկչական կազմակերպության հետ։ Նա ցանկացել է ձեռք բերել 5000 ահաբեկիչների եւ թալիբների ահաբեկիչներին ազատ արձակեցին։ Նախագահն այն ժամանակ թալիբներին հրավիրեց Քեմփ Դեյվիդ։ Մենք որպես ամերիկացիների համար պատմական նշանակություն ունեցող վայր, որտեղ մենք հարգում ենք ամերիկյան դիվանագիտության կարևորությունը, որտեղ հրավիրում եւ ընդունում ենք հարգված համաշխարհային առաջնորդներին, եւ այս նախկին նախագահը որպես նախագահ հրավիրեց նրանց Քեմփ Դեյվիդ,
քանի որ նա կրկին չի գնահատում Միացյալ Նահանգների նախագահի դերն ու պատասխանատվությունը։ Նա պարզապես հետևողականորեն նսեմացրել է մեր զինվորականներին, զոհված զինվորներին եւ այն աշխատանքին, որ մենք պետք է անենք, պաշտպանենք Ամերիկայի Միացյալ Նահանգները։ The United States of America around the world. Vice President Harris, thank you. President Trump, your response. Դուք սկսել եք բանակցություններ թալիբների հետ։ Եթե նայեք այդ ժամանակահատվածին, թալիբները դիպուկահարներով սպանում էին մեր զինվորներին։ Եվ ես խառնվեցի։ Աբդուլը թալիբների ղեկավարն է։ Նա շարունակում է մնալ թալիբների ղեկավարը։ Եվ ես ասացի Աբդուլին, այլևս մի արա դա այլապես խնդիրներ կունենաս։ Եվ նա ասաց, թե ինչու եք ինձ ուղարկում իմ տան նկարը։ Ես ասացի, որ դու պետք է դա պարզես Աբդուլ։ Եվ 18 ամիս մենք սպանված զինվոր չենք ունեցել։ Մենք ունեինք համաձայնագիր, որը բանակցել է Մայք Պոմպեոն, շատ լավ պայմանավորվածություն էր։ Մենք նրանցից արագ դուրս կգայինք, բայց զինվորներին չէինք կորցնի, եւ մենք չէինք թողնի 85 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկա։ Պայմանագրում ասվում էր, որ դուք պետք է անեք սա, եւ նրանք դա չարեցին։ Պայմանագիրը մեր կողմից խզվել է, քանի որ նրանք չեն արել այն, ինչ պետք է անեին։ Եվ այս մարդիկ կատարեցին ամենավատ հեռացումը, ամենախայտառակ պահն էր մեր երկրի պատմության մեջ։ Եվ ի դեպ դրա համար էլ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, որովհետև նրանք տեսան, թե որքան անգործունակ են մեր ղեկավարները։ In politics in this country. Mr. President, you recently said of Vice Պարոն նախագահ, դուք վերջերս ասացիք փոխնախագահ Հարիսի մասին, ես չգիտեի, որ նա սևամորթ է։ Մինչև մի քանի տարի առաջ, երբ նա պատահաբար դարձավ սև եւ այժմ նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես սև։ Ինչու եք կարծում, որ տեղին է հաշվի առնել ձեր հակառակորդի ռասայական ինքնությունը։ identity of your opponent? I don't, and I don't care. I don't care what she is. I don't care. You make a big deal out of something. Ինձ չի հետաքրքրում իր ռասայական ինքնությունը, բայց դրանք ձեր խոսքերն էին։ Չգիտեմ, միտեղ կարծացի, որ նա սևամորթ չէ։ Միտեղ էլ կարծացի, որ նա սևամորթ է։ Ինձ համար դա նշանակություն չունի։ Դա կախված է նրանից։ Put out, and I'll say that. And then I read that she was black, and that's okay. Either one was okay with me. That's up to her. That's up to her. Vice President Harris, your thoughts on this? Honestly, I think it's a Կարծում եմ, որ սա ողբերգություն է, որ մենք ունենք։ Մեկը, ով ցանկանում է լինել նախագահ, ով օգտագործում է ռասայականությունը պարակտելու ամերիկացի ժողովրդին։ Գիտեք, ես իսկապես հավատում եմ, որ մեզ այն ճնշող մեծամասնությունը գիտի, որ մենք շատ ավելի ընդհանրություններ ունենք, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Եվ եկեք հիշենք, թե ինչպես սկսեց Դոնալդ Թրամփը։ Նա ուներ հողատարածք, ուներ շենքեր, նա հրաժարվեց սևամորթ ընտանիքներին գույք վարձակալություն տալուց։ Նա այն անձնավորությունն է, ով հրապարակեց The New York Times-ում, որը կոչ էր անում մահապատժի ենթարկել 5 երիտասարդ սևամորթ եւ լատինաամերիկացի տղաներին, ովքեր անմեղ էին, հանեց մի ամբողջ էջ գովաստ, որը կոչ էր անում իրականացնել դա։ Ես անդադ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ինձ ասում են, կարող եք պարզապես խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք ներդրումներ կատարելու ամերիկյան ժողովրդի ձգտումների, հավակնությունների եւ երազանքների մեջ, իմանալով, որ անկախ մարդկանց գույնից կամ լեզվից մենք բոլորս ունենք նույն երազանքներն ու ձգտումները։ Եվ ցանկանում ենք ունենալ նախագահ, ով ներդրումներ կկատարի դրանցում, այլ ոչ թե ատելության եւ պարակտման մեջ։ Your third time. This is the most divisive presidency. Նման բան երբեք չի եղել։ Նրանք կործանում են մեր երկիրը։ Այն ժամանակ շատ մարդիկ ներառյալ քաղաքապետ Բլումբերգը համաձայնեցին ինձ հետ, եւ նրանք մեղավոր ճանաչեցին այդ մարդկանց։ Նրանք մեղավոր ճանաչվեցին, որովհետեւ նրանք դաժանորեն վիրավորել էին եւ մարդ էին սպանել։ Ես կառուցել եմ աշխարհի պատմության մեջ ամենամեծ տնտեսություններից մեկը եւ պատրաստվում եմ նորից կառուցել։ Այն ավելի մեծ, ավելի լավ եւ ուժեղ է լինելու, բայց նրանք ոչնչացնում են մեր տնտեսությունը։ Նրանք պատկերացում չունեն տնտեսությունից։ Հիշեք սա նույն Բայդենն է։ Ամենավատ գնաճը, որը մենք երբևէ ունեցել ենք, սարսափելի տնտեսություն, քանի որ գնաճը վատացրել է ամեն ինչ եւ նա չի կարող խուսափել դրանից։ briefly. Clearly, I am not Joe Biden, and I am certainly not. Ես Ջո Բայդենը չեմ, եւ այն, ինչ ես առաջարկում եմ, մեր երկրի ղեկավարության նոր սերունդն է։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր բիզնեսը հազորացնել։ Այդ իսկ պատճառով ես ունեմ ծրագիր։ Եկեք խոսենք մեր ծրագրերի մասին եւ եկեք համատենք պլանները։ Ես ծրագիր ունեմ ստարտափ բիզնեսների 50,000 հարկային նվազեցում տալու։ Ես ծրագիր ունեմ $6,000 տալ երիտասարդ ընտանիքների երեխային առաջին տարում։ Ունեմ մի ծրագիր, որը թույլ կտա մարդկանց հետամուտ լինել իրենց ամերիկյան երազանքին եւ դրա համար ես կարող եմ առաջարկել $25,000 կանխավճարային օգնություն։ Եկեք շրջենք էջը եւ գնանք առաջ։ Constantly about belittling and name calling. Let's turn the page Vice President and move Harris, forward. thank you. Let's turn to policy. President Let's turn Trump, back we to have policy. to move on. President Trump. Let's turn to policy, She has please. a plan to defund the police. She has a plan to confiscate. Նա կործանում է մեր երկիրը։ Նա ոստիկանների ատրճանակն արգրավելու ծրագիր ունի։ Նա ծրագիր ունի թույլ տալու ֆրեյքը։ Այդպիսին է նրա ծրագիրը մինչև վերջերս։
Lindsay, go ahead. President Lindsay. Trump- No, the President former Trump- president has No, said I'm something sorry. twice that I need to No, respond to. I'm sorry. We're I going just need to move respond on, Vice one President time Harris. to what he has President said Trump, this is multiple now times. your Yes. third time running for president. You have long Այժմ դուք երրորդ անգամ եք առաջադրվում նախագահի պաշտոնում։ Դուք վաղուց խոստացել եք չեղյալ համարել եւ փոխարինել մատչելի խնամքի մասին օրենքը, որը նաեւ հայտնի է որպես Obamacare։ Դուք հիմա ասում եք, որ պատրաստվում եք պահպանել Obamacare-ը։ So tonight, 9 years after you first started running, do you have a plan, and can you tell us what it is? Obamacare was lousy health care, always was. It's not very good today. And what I said, that if we come up with something, and we are working on things, Obamacare-ը վատ առողջապահություն էր։ Միշտ եղել է։ Դա այդքան էլ լավը չէ։ Ես ժառանգել եմ Obamacare-ը, քանի որ դեմոկրատները չէին փոխի այն։ Դեմոկրատները չէին քվեարկի այն փոխելու համար։ Եթե նրանք դա անեին, մենք շատ ավելի վատ ծրագիր կունենայինք, քան Obamacare-ը։ Եթե մենք կարողանանք այնպիսի ծրագիր մշակել, որը մեր ժողովրդին, մեր բնակչությանը կարժենա ավելի քիչ գումար եւ ավելի լավ առողջապահություն, քան Obamacare-ը, ապա ես դա անպայման կանեի։ Բայց մինչ այդ ես պարզապես կաշխատեմ այնքան լավ, որքան հնարավոր է։ Բայց եթե մենք ինչ-որ նոր բան հնարենք, ես պարզապես կփոխեի դա։ Եթե ավելի լավ եւ էժան տարբերակ գտնենք, եւ կան այլ տարբերակներ, որոնք մենք պետք է անենք, եւ դուք կլսեք դրա մասին մոտ ապագայում։ Փոխնախագահ Հարիս, 2017 թվականին դուք աջակցեցիք Բերնի Սանդերսի առաջարկին վերացնել մասնավոր ապահովագրությունը եւ ստեղծել կառավարության կողմից ղեկավարվող առողջապահական համակարգ։ 2 տարի անց դուք առաջարկեցիք ծրագիր, որը ներառում էր մասնավոր ապահովագրության տարբերակ։ As Vice President, private healthcare options, but what we need to do is maintain and grow the Affordable Care Act. But I'll Ես աջակցում եմ վերջին 4 տարիների ընթացքում մասնավոր առողջապահական տարբերակներին։ Մենք պետք է զարգացնենք օրենքը պարզապես, բայց ես կհասնեմ դրան։ Քանի որ ես եմ եղել փոխնախագահը, մենք վերջին 4 տարիների ընթացքում ամրապնդել ենք այդ օրենքը, մենք առաջին անգամ թույլ ենք տվել Medicare-ին բանակցել դեղերի գները ամերիկացի ժողովրդի անունից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է թույլ տալ Medicare-ին բանակցել դեղորայքի գների շուրջ, նա երբեք չի արել։ Մենք արեցինք, քանի որ ես փոխնախագահն եմ եղել, մենք տարեցների համար դեղատոմսով դեղերի արժեքը սահմանել ենք տարեկան $2,000 եւ երբ ես նախագահ լինեմ, մենք դա կանենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, որ իմ նպատակն այն է, որ առողջապահական խնամքի հասանելիությունը պետք է լինի իրավունք ոչ միայն նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ։ number one, John McCain fought Obamacare for 10 years. But it wasn't only him. It were all of the Democrats. Նա սուտ է ասում։ Ջոն Մաքեյնը 10 տարի պայքարեց Obamacare-ի դեմ, բայց միայն նա չէր։ Բոլոր դեմոկրատներն էին։ Նա չի բարելավի մարդկանց մասնավոր ապահովագրությունը։ Դա այն բանն է, որը նա չի ուզում։ Նա ցանկանում է, որ բոլորը լինեն պետական ապահովագրությամբ, որտեղ դուք 6 ամիս սպասեք վիրահատության, որը ձեզ անհապաղ անհրաժեշտ է։ Private. She wants everybody to be on government insurance where you wait 6 months for an operation that you need immediately. President Trump, thank you. We have another issue that we'd like to get to that's important for a number of Մենք ունենք մեկ այլ խնդիր, դա կլիմայի փոփոխությունն է, նախագահ Թրամփ։ Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, դուք ասում եք, որ մենք պետք է mաքուր օդ եւ mաքուր ջուր ունենանք։ Vice President Harris, you call climate change an existential threat. The question to you both tonight is what would you do to fight climate change? And Vice President Harris, we'll start with you. 1 minute for you each. Well, the former president had said the climate change is a hoax. And what we know is that Նախկին նախագահն ասել էր, որ կլիմայի փոփոխությունը կեղծիք է։ Դուք հարցնում եք յուրաքանչյուրին, ով ապրում է այս նահանգում, ով զգացել է այս ծայրահեղ եղանակային երևույթները, ով այժմ մերժվում է բնակարանի ապահովագրությունից եւ վտարվում է։ Ցանկացած մեկին, ով դարձել է զոհ, հարցնում ես, թե դա ինչ է նշանակում կորցնելու իր տունը։ Մենք գիտենք, որ իրականում կարող ենք զբաղվել այս հարցով։ Ամերիկայի երիտասարդները խորապես մտահոգված են այս հարցով։ Եվ ես հպարտ եմ, որ որպես փոխնախագահ վերջին 4 տարիների ընթացքում մենք $1 տրիլիոն ենք ներդրել մաքուր էներգիայի տնտեսության մեջ։ Մինչդեռ մենք նաև բարձրացրել ենք ներքին գազի արտադրությունը։ Մենք ներդրումներ ենք կատարել մաքուր էներգիայի մեջ այն աստիճան, որ գործարաններ ենք բացում ամբողջ աշխարհում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է աշխատատեղեր ստեղծել արտադրական ոլորտում։ Նա կորցրեց արտադրական աշխատանքը։ Մաքուր էներգիայի տնտեսություն կառուցելու մի մասը ներառում է ներդրումներ ամերիկյան արտադրության արտադրանքներում, ամերիկյան ավտոմեքենաներում։ Donald Trump, let me just tell you, they lost 10,000 manufacturing jobs. Նման բան չի եղել իմ կառավարության օրոք։ Վերջին 1 ամսվա ընթացքում նրանք կորցրել են 10,000 աշխատատեղ արտադրական ոլորտում։ Դա նրանից է, որ բոլորը հեռանում են։ Նրանք մեծ ավտոգործարաններ են կառուցում Մեքսիկայում։ Շատերը պատկանում են Չինաստանին։ Նրանք կառուցում են ուրիշ երկրներում եւ վաճառում Միացյալ Նահանգներին այս մարդկանց պատճառով։ Այն, ինչ նրանք տվել են Չինաստանին, դա անհավանական է, բայց մենք դա թույլ չենք տա։ Մենք այդ մեքենաների վրա մաքսատուրք ենք դնելու, որպեսզի չկարողանան մտցնել մեր երկիր, որովհետեւ նրանք կսպանեն United Auto Workers-ին եւ ցանկացած ավտոմեքենայի լինի դա
Դեթրոյթում, Հարավային Կարոլինայում կամ որևէ այլ վայրում։ Ամեն ինչ նրան կարել են այս երկրում բիզնեսի եւ արտադրության հետ սարսափելի է։ Բայդենը չի ընկնում մարդկանց հետևից, որոնք լքում են ԱՄՆ-ն։ Նա վախենում է դա անել, իր եւ իր որդու պատճառով։ Այս ամբողջ գումարը նրանք ստանում են Ուկրաինայից եւ այլ տարբեր երկրներից։ Եվ հետո զարմանում ես, թե ինչու է նա այդքան հավատարիմ Ուկրաինային, Չինաստանին, ինչու նա Մոսկվայի քաղաքապետի կնոջից $3.5 միլիոն է ստացել, ինչու նա ստացավ դա, ինչու նա նրան վճարեց $3.5 միլիոն։ Նրանք վաճառում են մեր երկիրը խողովակների անվան տակ։ The ABC News presidential debate will continue after this. National Constitution Center in Philadelphia, Pennsylvania. Here again, David Muir and Lindsay Davis. Welcome back tonight. Եկել է եզրափակիչ հայտարարությունների ժամանակը եւ փոխնախագահ Հարիս մենք սկսում ենք ձեզանից։ So I think you've heard tonight two very different visions for our country. One that is focused on the Այսպեսով ես կարծում եմ, որ այս երեկո դուք տեսել եք երկու շատ տարբեր տեսլականներ մեր երկրի համար։ Մեկը, որը կենտրոնացած է ապագայի վրա, իսկ մյուսը, որը կենտրոնացած է անցյալի վրա։ Եվ ես իսկապես հավատում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը գիտի, որ մենք բոլորը շատ ավելի ընդհանրություններ ունենք, քան այն, ինչը մեզ բաժանում է։ Եվ մենք կարող ենք նոր ճանապարհ գծել առաջ։ Եվ իմ տեսլականը ներառում է հասկանալու ձգտումները, երազանքները, հույսերը ամերիկացիների։ Այդ պատճառով ես մտադիր եմ ստեղծել հնարավորությունների տնտեսություն, ներդրումներ կատարել փոքր բիզնեսում, նոր ընտանիքներում։ Ես հավատում եմ այն ամենին, ինչ մենք կարող ենք անել միասին, որն ուղղված է աշխարհում Ամերիկայի դիրքի պահպանմանը եւ այն հարգանքին, որը մենք արժանի ենք։ Ես կլինեմ նախագահ, որը կպաշտպանի մեր հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ կնոջ իրավունքը, որոշումներ կայացնել իր մարմնի վերաբերյալ եւ թույլ չտալ, որ կառավարությունը իրեն ասի, թե ինչ անել։ Ասեմ ձեզ, ես սկսել եմ իմ կարիերան որպես դատախազ, Միացյալ Նահանգների սենատոր, իսկ հիմա փոխնախագահ եմ։ Եվ ես ձեզ կասեմ, որ որպես դատախազ ես երբեք դժողի կամ վկայի չեմ հարցրել, հանրապետական եք թե դեմոկրատ։ Միակ բանը, որ ես երբևէ հարցրել եմ նրանց, լավ եք։ Եվ հենց այդպիսի նախագահ է մեզ պետք, հենց հիմա։ Մեկը, ով հոգ է տանում ձեր մասին, եւ իրեն առաջին տեղում չի դնում։ Ես մտադիր եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահ։ Investing right now in you, the American people. Vice President Harris, thank you. President Trump? So she just started by saying she's going to do this, she's going to do that, she's going to do all these wonderful things. Նա սկսեց ասել, որ նա կանի սա, նա կանի դա, ինչու նա դա չի արել։ Նա այնտեղ է 2.5 տարի։ Նրանք 2.5 տարի ժամանակ են ունեցել սահմանը շտկելու համար։ Նրանք ունեցել են 2.5 տարի աշխատատեղեր ստեղծելու եւ այն ամենի մասին, ինչի մասին մենք խոսել ենք։ Ինչու նա դա չի արել։ Նա կարող է հենց հիմա գնալ Կապիտոլիա, հավաքի բոլորին եւ անի այն, ինչ ուզում է։ Բայց նա դա չի արել։ Եվ նա դա չի անի, որովհետև դուք հավատում եք բաների, որոնց ամերիկացիները չեն հավատում։ Մենք չենք պատրաստվում հանդածով վառելիք վերցնել։ Մենք չենք կարող մեր երկիրը զոհաբերել հանուն վատ տեսլականի, բայց ես ընդհանրապես մեկ պարզ հարց ունեմ. ինչու նա դա չարեց։ Մենք լուրջ անկում ապրող ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում մեզ վրա ծիծաղում են։ Մերձավոր արևելքում պատերազմներ են ընթանում։ Մենք պատերազմներ ունենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Մենք կհայտնվենք 7-րդ համաշխարհային պատերազմի մեջ, եւ դա կլինի այնպիսի պատերազմ, որը երբեք չի եղել միջուկային զենքի պատճառով։ Ես վերակառուցեցի մեր ամբողջ բանակը, իսկ նա դրանից շատ բան տվեց թալիբներին։ Նա տվեց դա Աֆղանստանին։ Այնինչ այս մարդիկ արել են մեր երկրի հետ, թույլ են տվել միլիոնավոր մարդկանց մուտք գործել մեր երկիր։ Նրանցից շատերը հանցագործներ են, եւ նրանք կործանում են մեր երկիրը։ Ամենավատ նախագահ, ամենավատ փոխնախագահը մեր երկրի պատմության մեջ։ And they're destroying our country, the worst president, the worst vice president in the history of our country. President Trump, thank you. And that is our ABC News presidential debate from here in Philadelphia at the National Constitution Center. I'm Lindsay Davis. And I'm David Muir. Thank you for watching here in the U.S. and all over the world, and from all of us here at ABC News. Good night.